Գալամի հարցազրույց Սարգսյանը Ալ-Ջազիրային հարցազրույցում ասել է, որ Սասնա ծռերի նպատակը եղել է Ժիրայր Սեֆիլյանին բռնապետ կարգելը, ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Ծիծաղով ինչ կարելի ասել։ Մի անձնավորություն է, որ արդեն բազմաթիվ անգամ խախտում է անմեղության կանխավարկածը։ Սա առաջին անգամ չէ։ Շանթ Հարությունյանի ժամանակ խախտեց, իմ դեպքում խախտեց անմեղության կանխավարկածը, հիմա էլ շարունակում է։ Ձեր դեպքում ինչպես է խախտում։ Նեղ շրջանակում ասել է, որ ես ազգային անվտանգության սպառնալիք եմ։ Դա մեղադրանք է։ Սա հավաստի ինֆորմացիա է, հա։ Հավաստի։ Իսկ ձեր գործով ինչ-որ նախաքննական գործողություններ, ինչ-որ բան արվել է։ Ոչ մի բան։ Մազերես եմ վերցրել, որ տեսնեմ թե ես նարկոման եմ թե չէ։ Պարզվում է ոչ։ Facebook-ում որոշ գործիչներ հրապարակում են, որ ձեր գործով իրենց կանչում են հարցակնությամբ, որ զանգահարել են ձեզ Խզվալյան, Սաքուն։ Ես էլ եմ կարդացել, բայց քննիչը եւ դատախազները դեռ ոչ մի բան չեն ներկայացրել։ Այսպես ասած, եթե կա վկայություն, կա ցուցմունք, առերեսում, ոչ ցուցմունքն են ցույց տվել։ Դուք ունեցել եք այս մարդկանց հետ հեռախոսազանգեր, իսկապես։ Խոյակ։ Եվ այստեղ օժանդակության հատկանիշները զանգեր։ Ոչ մի։